Սիրելիներս ողջույն, այսօր պատրաստելու ենք շատ համեղ, երկար սպասված ժենգյալով հաց, շատ համեղ է ստացվում, սիրելիներս, կարող եք վերցնել ցանկացած կանաչիների տեսակ, խառնել, ես ճիշտ ասած այս պահին ունեմ, այստեղ կտրատել եմ արդեն, ունեմ այստեղ համեմ, պետրուշկա, կանաչ սող, կնձմնձուկ, ինչքան գիտեմ այդ կանաչին այդպես են ասում, կնձմնձուկ և սպանախ, բայց կարող եք նաև առանց սպանախ, նայած եթե ցանկանում եք, եթե ձեզ հաճելի է այդ կանաչ տեսակը մեջը, այս պահին այսքան տեսակն է ինձ մոտ, բայց ամռանը շատ ավելի տեսակներ են ավելանում, այս պահին այսքանը, այսքան տեսակով նույնպես շատ համեղ է ստացվում, սիրելիներս, կարող եք դուք ևս փորձել, շատ հաջող և համեղ ստացվում է, թեկուզ այս քանակի տեսակներով կանաչիների։ Այս պահին այստեղ մաղել եմ ալյուրը, աղը, աչքաչափսով եմ ալյուրն ու աղը անում ըստ կանաչիների քանակի։ Եթե նայում եք կանաչին շատ է, ալյուրը աղը շատ արեք և լինելու է գոլից մի փոքր տաք ջուր։ Այլևս ոչինչ հարկավոր չէ։ Շահում ենք պինդ խմոր, վերջում, որ արդեն խմորը թողնում ենք, շաղելուց հետո թողնում ենք հանգստանա խմորը, կես ժամ, 40 րոպե, մի ժամ, ինչքան ցանկանում եք, թողեք խմորը հանգստանա, հանգստանալուց հետո, որ բացում եք, կնդում եք փոքր գնդիկներ, բացում եք, բացելուց հետո նոր կանաչիների վրա լցնելու ենք արևածաղկի ձետ, աղ, սև պղպեղ, այդքանը, կարմիր պղպեղ մի փոքր էլ, այսքանը խառնում ենք, այդ պահին արագ-արագ լցնում խմորների մեջ, բացում խմորը, լցնում ենք խմորի մեջ, հավաքում իրար վրա և տապակում թավայի մեջ կամ եթե փեջ ունեք, փեջի վրա, փայտի վառարանի վրա, իսկ եթե ոչ, տապակը դրեք, տապակի մեջ նույնպես շատ լավ ստացվում է, տապակեք երկու կողմից բարակ լինի խմորը, որպեսզի լավ թխվի, հիմա ես խմորը շաղեմ, սիրելիները, սովորական խմոր եմ, հավաքելու եմ իրար վրա, որպեսզի տեսանյութը շատ չերկարի, սա հիմա շաղեմ, վերջացնեմ, թողնեմ հանգստանա, թխելուց նույնպես ցույց կտամ ձեզ, ինչպես է լինում և ինչ պիտի անենք, այս պահին այսքանը կմիանամ, ահա սիրելիներս, ցույց տամ, ինչ տեսակ խմոր եմ ստացել, այսպես փափուկ, նաև ձեռքերին չկպչող խմոր, ահա, հիմա այս խմորը թողնում ենք հանգստանա, ինչքան որ ժամանակ ունեք, կես ժամ, 40 րոպե, 20 րոպե, ինչքան ցանկանում եք, ինքը մի փոքր է, որ հանգստանա, եթե լավ խմոր ստացած լինեք, ինքը ենթարկող խմոր է լինելու, թողնում եմ հանգստանա, հանգստանալուց հետո գնդելու եմ փոքրիկ գնդիկների, նոր բացեմ ու արագ արևածաղկի ձետ կանաչիների վրա համեմունքներ լցնեմ, խառնեմ, լցնեմ գնդերի մեջը ու տապակեմ թավայի մեջ, տապակի մեջ երկու կողմից, շարունակությունը նույնպես ցույց կտամ, հիմա թողնեմ սա հանգստանա և կշարունակենք, իսկ դուք սիրելիներս չմոռանամ ասել, ինչ ենք անում, բաժանորդագրվում ենք, սեղմում ենք զանգակի կոճակը, գրում եք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում, որպեսզի բաց չթողնեք իմ նոր և շատ լավ բաղադրատոմսեր է սպասվում մեզ առջևում, որպեսզի բաց չթողեք նաև մնացած տեսանյութերը, բաժանորդագրվեք և շարունակական լինի մեր տեսանյութերը, շատ լավ բաղադրատոմսեր է սպասվում մեզ առջևում, իսկ հիմա գնացին, թողնենք խմորը հանգստանա, շարունակությունը նորից ձեզ ցույց կտամ, սիրելիներս։ Սիրելիներս, բացեցի խմորը, գնդել եմ այստեղ տեսանյութում երևում է, գնդել եմ փոքրիկ գնդիկների, այսպիսի գնդիկների, բացել եմ կլոր, մի փոքր ծայրը այս կողմեն կողմ ոչինչ, դա խնդիր չի, վրա ենք հավաքելու, ինչ ենք անում, լցնում ենք կանաչի, կանաչիների խառնուրդը, արդեն ասացի, որ սրան պիտի խառնենք խմորը բացելուց հետո, խառնում ենք ցիթապտղի ձետ, արևածաղկի ձետ, ինչ ցանկանում եք, շատ քիչ, շատ է չէ, որ խմորից դուրս չտա, աղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ, ու վերջ, այսքանը, հիմա կանաչին լցնեմ խմորի մեջ և ցույց տամ, ոնց եմ հավաքելու և տապակելու եմ տապակի մեջ երկու կողմից,
առանց ձեթ, առանց ինչ-որ բան, ուղղակի ջերմությունով իր երկու կողմից թխելու եմ։ Լավ լցնում ենք, կանաչին ինչքան շատ է լինում, այնքան լավ է ստացվում։ Չենք խնայում կանաչին։ Ահա, երևում է։ Այսպես վրա ենք բերում և պերաշկի նման ամրացնում ենք ծայրերը իրար։ Հիմա ամրացնեմ, մոտեցնեմ ցույց տամ։ Շատ արագ ենք անում, որպեսզի իր հյութը դուրս չտա և շատ լավ արդյունք ստանանք։ Շատ էլ չենք տրորում իրան, ահա։ Այսպես տապակում ենք երկու կողմից թավայի մեջ ջերմությունով առանց ձեթի։ Շատ լավ է ստացվում։ Հիմա բացեմ բոլորը, հերթով թխեմ, վերջնական արդյունքով նույնպես կմիանամ ձեզ։ Ահա և վերջ, մեր անչափ համեղ, անչափ գեղեցիկ ժենգյալով հացերը պատրաստ են, սիրելիներս։ Պատրաստեք և դուք, շատ համեղ, շատ առողջարար, ինչու ոչ, վիտամիններով հարուստ, բանջարեղեններով, ժենգյալով հաց է։ Պատրաստեք և գրեք ձեր կարծիքը, սիրելիներս։ Շատ համեղ տարբերակ է, պարտադիր չի շատ տեսականի կանաչիներ լինի։ Ես թվարկեցի ինչ տեսակներ ունեմ այս պահին և այս տարբերակով, այս քիչ քանակով կանաչիներ նույնպես շատ համեղ է ստացվում։ Այսօր էլ այսքանը անպայման մի անցեք անտարբեր, նայեք ու անցեք, սիրելիներս, անպայման մեկնաբանության բաժնում գրեք ձեր կարծիքը, սեղմեք զանգակի կոճակը և գրանցվեք, անպայման գրանցվեք, սիրելիներս, որպեսզի և լինի ձեզ համար լավ և ինձ համար լավ։ Նաև ասեմ, որ սպասվում է առջևում ձեզ համար շատ լավ և շատ բազմազան տեսանյութեր։ Այսօր էլ այսքանը, լավ մնացեք, սիրում եմ ձեզ շատ, ցտեսություն։